Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Տիգրան ջան, ողջույն, շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիր, ո՞նց ես։ Ողջույն Մայր ջան, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, շատ լավ եմ, հատկապես քեզ տեսնելուց ավելի եմ լավանում, հաշվի առնելով քո մտքերը ու քո նախաձեռնությունները, մենք առիթ ունեցել ենք դրա մասին խոսելու, կարծում եմ էլի կխոսենք, մի խոսքով շատ լավ եմ ու շատ ուրախ եմ, որ քեզ տեսնում եմ։ Մենք ծանոթացել ենք Վանաձորում, լոֆթում, լոֆթը Վանաձորում դարել է ինչ-որ շատ հետաքրքիր մարդկանց միմյանց կպցնելու, սոսնձելու տեղ եւ Տիգրանի հետ այդպես եղավ, շատ ուրախ եմ Տիգրան ջան, որ մենք շարունակում ենք առիթից առիթ գտնել նորից շփվելու տեղ, ասեմ, որ երբ որ իմացա ինչով ես զբաղվում, ինչ արժեք ես ստեղծում, ինչ արժեհամակարգի տեր ես, նորից եւս մեկ անգամ ինքս իմ համար համոզվեցի, որ Վանաձորում շատ լուրջ կադրեր կան եւ որոնցից սովորելու կա, ոգևորվելու կա, իրանց օրինակ բերելու կա եւ անպայման որոշեցի օրերից մի օր էլ քեզ հրավիրեմ։ Դու եւս եղել ես եւ Երևանում եւ դրսերում ամեն ինչ էլ տեսել ես, բայց նախընտրում ես ապրել Վանաձորում։ Կարճ ասած, ինչպես, ինչու ես արժևորում մարզային կյանքը եւ ոնց է այստեղ, մի քիչ քո փորձով ու գործունեությունից պատմիր Տիգրան ջան, մերսի շատ։ Մայր ջան, շատ մերսի գնահատականի համար, իրականում ես կարծում եմ, որ կան կյանքի դրվագներ, որ դու պետքա լինես այնտեղ, որ քո կարիքը կա։ Անկախ ինձնից է ստացվել process-ը, եթե անկեղծ լինեմ, այսինքն ի սկզբանե տրամադրված, այսպես ասած, ոգեշնչված երևանյան ուսանողական կյանքից ես որոշել էի, որ մնալու եմ Երևանում։ Նույնիսկ այնտեղ աշխատանք գտնել, ուսանողական տարիներից սկսած աշխատել, թեմայի մեջ մտնել, այսպես ասած, տուն առնել եւ բոլոր նախադրյալները պատրաստված էին այնտեղ կյանքը շարունակելու, աշխատելու, ապրելու համար։ Կյանքի բերումով, աշխատանքի բերումով կնոջս հետ ստիպված են եղել, ու ստիպված բառը մի քիչ ճակերտների մեջ իրականում համարել ենք ճիշտ ետ վերադառնալու մեր հայրենի մարզ, մեր հայրենի քաղաք ու այստեղից աշխատելու։ Ստացվեց այնպես, որ զուգահեռաբար եւ կնոջս աշխատանքով պայմանավորված եւ նաեւ ես առաջարկ ստացա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար աշխատելու եւ այդ ժամանակահատվածը շատ հետաքրքիր ընթացք էր ինձ համար, որովհետեւ ես ուսանում էի Արդարադատության ակադեմիայում, որպեսզի դառնամ քննիչ։ Հիմա որ հետ եմ նայում, ասում եմ ինձնից ինչ քննիչ ու պլանավորել էի, որ հենց մարզում աշխատեմ ու ոնց որ դրվագը գնաց այնպես, որ զուգահեռաբար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պլանավորել էր Լոռիում ունենալ ստորաբաժանում։ Սենց հետաքրքիր դեպքերի զարգացմամբ եկա Վանաձոր, իմ հայրենի քաղաք, ես մինչև ուսանող դառնալս, այսինքն մինչև 17 տարեկան, հենց այստեղ եմ ապրել, դպրոց գնացել, մեծացել ու ուսանողությունից հետո մինչև վերջին 3 տարին այստեղ ուղակի հյուրի կարգավիճակով եմ եղել, բայց վերջին 3 տարիների ընթացքում հիմնականում այստեղ եմ։ Շատ մերսի մանրամասն պատասխանեցի, իրականում պատասխանեցի, թե անդրադառնամ։ Ինձ թվում է չէ, որովհետև պետք է նաև պատմես հիմա ինչ ես անում։ Ես գիտեմ, որ կրթություն ես տարածում, Տիգրան ջան, շատ կարևոր կրթություն մեր օրերում։ Կագրաս հենա էկրանի ներում է Տիգրան Մաթադյան Academy and Partners ընկերության հետ առնչվելու փորձ ունեցել ենք։ Դու պատմի խնդրում եմ, ինչ ես անում, ինչ եք անում ձեր ընկերությամբ, որտեվ նաև շատ կարևոր է, որ մարզեցիները իմանան, որ sense հնարավորություններ կան իրաց կողքը։ Հա, հաշվի առնելով, որ on-line եք անում, ինչի համար միայն մարզեցիները, դրսում էլ, Երևանում էլ։ Այո, առհասարակ շղթան, այսպես ասած, տարածման ու ուսանողների շատ մեծ է։ Ես պարբերաբար 6 ամիսը 1 տարին 1 ամփոփում եմ անում։ Երևի թե չկա տենց խոշորացված համայնք,
կամ առնվազն մարզկենտրոն, որտեղից որ չունենք շրջանավարտ։ Էլ չեմ խոսում դրսի ժողովրդի մասին, Ռուսաստանը գերակշռում է, բայց նույնիսկ դեպքեր կան Միացյալ Նահանգներից մեզ դիմաց եւ մեր մոտ ուսանած։ Բայց որպեսզի քրոնոլոգիան լինի մեր ունկնդիրների համար པարզ, երևի թե սկզբից գամ, հա, ես ինչ մասնագիտություն ունեմ ու շղթան ոնց է ջրբաժանը ոնց է եղել, Այո, այն ինչ այո։ անում եմ ու ինչ ունեմ։ Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, Երևանի Պետական համալսարանում եմ սովորել ավարտել եւ բակալավրը եւ մագիստրատուրան, անմիջապես բակալավրից հետո նաեւ տնտեսագիտական համալսարանում եմ ունկնդիր եղել, բակալավրը բրծել եմ, միանգամից դիմել մագիստրատուրայի տնտեսագիտական համալսարանի, առողջապահական կառավարում եւ վարչարություն։ Այդ նույն կառավարման ֆակուլտետն է, այսպես ասած։ Բացի դրանից անհատական կուրսեր ունեմ անցած, փոքր նաև ծրագիր ունեմ անցած Շեֆիլդի համալսարանի բիզնես կառավարման դասընթացներ։ Այսինքն, եթե սենց ամփոփեմ, կարելի ասել ակադեմիական մակարդակում ունեմ երկու հիմնական ուղղություն։ Դա իրավաբանի մասնագիտությունն է եւ բիզնես կազմակերպչի եւ կազմակերպչի մասնագիտությունն է։ Բնականաբար ես կարծում եմ, որ այն քիչ երջանիկ մարդկանցից եմ, որ առիթ ունեմ երկու ուղղությամբ էլ զբաղվելու, ոնց որ նշեցի նախկինում տարբեր գերատեսչություններում, որպես իրավաբան իմ աշխատանքային գործունեությունը ծավալել եմ, ավելի կմանրամասնեմ, եթե առիթ ունենանք։ Այս պայծրությամբ զբաղվում եմ Academy and Partners ընկերության զարգացմամբ, ընկերությունը ես ինքս եմ հիմնադրել 2022 թվականի վերջ, զբաղվել եմ կոնկրետ ակադեմիայում բացառապես կրթական բլոկով, հա, կրթություն տարածելով ոնց որ դու նշեցիր, մենք կոնկրետ զբաղվում ենք marketplace-ներով, այսինքն մենք տալիս ենք հնարավորություն մեր ժողովրդին, այսպես ասեմ, ընդհանրական իրենց բիզնեսը ընդլայնելու եւ տարածելու հայաստանյան իրականությունում։ 22 թվականից ինչի ենք այս ոլորտի մեջ մտել, որովհետեւ Հայաստանում կոնկրետ Wildberries-ը բացել է իր հնարավորությունները, իր դռները, ներողություն, 22 թվականից, որ մարդիկ իրենց իրավաբանական փաստաթղթերով կարող էին գրանցել իրենց բիզնեսը։ 22 թվականից Wildberries-ը երբ որ սկսեց իր գործունեությունը ծավալել Հայաստանում, իմիջիայլոց ասեմ, Wildberries-ը Հայաստանում առաջին ընկերությունն է եղել, որ որպես marketplace թույլ է տվել, որ հայկական իրավաբանական անձինք իրենց հայկական փաստաթղթերով վաճառեն product, այսինքն խանութը դարձնեն վիրտուալ այդ հարթակում, եթե կենցաղային ասեմ։ Ու այս պարագայում, երբ որ դա մեկնարկվեց, նախ առաջինը ինձ որպես իրավաբան հետաքրքրեց այդ process-ը ոնց է կազմակերպվում, ինչ օֆերտայի պայմանագիր ունի Wildberries-ը, ինչ պայմաններին մենք պետքա համաձայնվենք մեր խանութը գրանցելով այդ հարթակում։ Եվ երկրորդը անկեղծ ասած տեսա նաև հնարավորություն այդտեղ։ Նախ առաջինը հնարավորություն որպես իրավաբան ունիկալ ծառայություն ստեղծելու եւ առաջարկելու մեր բիզնեսմենների համար, որովհետեւ կա product, կա նոր հնարավորություն եւ առնվազն իրավաբանական մասով չկա, այսպես ասած, այդ պահանջարկի բավարարումը։ Մարդը երբ որ գրանցեր իր խանութը մուտք գործեր համակարգ, առաջին փաստաթուղթը, որին համաձայնվելու էր, դա Wildberries-ի օֆերտան էր։ Եվ այսպես աստիճանաբար սկսեցի հարթակը ուսումնասիրել, ընկերներիս հետ, ովքեր որ արդեն Ռուսաստանի Դաշնությունում ավելի երկար ժամանակ էին աշխատում, որպես վաճառողներ, փոքր սկսեցին կոնսուլտացիաներ անել հասկանալու համար, ինչ հնարավորություններ կա հենց Հայաստանի Հանրապետությունում։ Եվ բնականաբար ես ինքս տարբեր կուրսեր անցնելով, հենց այս ուղղվածությամբ Ռուսաստանի առաջատար գործընկերների մոտ, այդ թվում նաև հենց պաշտոնական Wildberries-ի աշխատակիցների հետ, եկանք հանգանք մի կետի, որ ինչի՞ չէ մենք ինքներս էլ փորձենք այս գիտելիքը տարածել։ Այստեղ ակադեմիան, երբ որ հիմնադրել ենք, իրականում ինքը մինչև անցած տարվա սեպտեմբեր եղել է Academy Partners for Wildberries։ Մենք rebranding ենք արել, լոգոն էլ է փոխվել, անվանումն էլ է փոխվել։ Ինչի Academy Partners, որովհետև մեր սկզբունքն է եղել հենց առաջին իսկ օրվանից, որ մենք մեր ուսանողների ու նաև հետագայում մեր գործընկերների հետ գործընկերային հարաբերություն ենք ունենալու։ Այսինքն մեր ուսանողը պոտենցիալ մեր գործընկերն է։ For Wildberries բնականաբար այն ժամանակ շեշտը դրված էր բացառապես Wildberries-ի վրա, շարունակությունը այդ հիմքով է եղել։
Այս իմաստով ուսումնասիրություններից հետո սկսեցին մշակել համապատասխան ծրագիր, իդենտիֆիկացնելով մեր հայկական խնդիրները, սկսած իրավաբանական փաստաթղթաշրջանառությունից մինչև էջի կառավարում, այսինքն ոնց պատվեր ընդունեն, ոնց ապրաբոտ կանեն եւ ինչ պոտենցիալ է դա առհասարակ տալիս ու ոնց կարելի է մտնել ու ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։ Սա բնականաբար նաեւ մեծ ազդակ եղավ, որպեսզի հենց մեր մարզաբնակներն էլ ավելի ինտերակտիվ կերպով ներգրավվեն process-ին, մենք ուսումնասիրեցինք նաև աշխատանքի որոնման կայքերը, ցավոք սրտի դեռևս գերակշռում է ռուսաստանյան շուկան, հույս ունեմ, որ հայաստանյան շուկան է կգերակշռի, բայց մարդիկ նաև հնարավորություն ստացան իրենց գիտելիքներով գտնել on-line, որ ասում է սրտի աշխատանք ռուսական ընկերությունների հետ եւ աշխատել հեռավար։ Շատ հետաքրքիր է։ Կարծում եմ մեր պետության նման երկրում, որը այսպես կիսաշրջափակված վիճակում է, այս թվային բիզնեսն ու ծառայությունները չափազանց կարևոր են, այդ մշակույթը օր առաջ պետք է տարածվի եւ այդ իրավաբանական սպասարկման եւ կրթության այդ կտորը вообще շատ կարևոր է, որովհետեւ եթե խոսում ենք մարզերից, ինչու միայն մարզերում, մեր ժողովրդին շատ է պակասում այդ իրավագրագիտությունը, իրավագիտակցությունը եւ հաստատ դրանք վաղը միսօր կամ խոչընդոտ են դառնում լավագույն դեպքում կամ փորձանք, հա։ Այո։ Տիգրան, հիմա մի քիչ կանք նաեւ այսպես սահուն անցում անենք բիզնեսից կենցաղին կամ ավելի ճիշտ ոչ մի անցում էլ չանենք, այսպիսի հետաքրքիր ու արժեքավոր բիզնեսով ինչպիսին է թվում կյանքը Վանաձորում, որպեսզի հարցս ավելի պարզ լինի, օրինակ ես որ եկա նստեցի այսպես վայրեջ կատարեցի Ստեփանավանում, շատ արագ հասկացա, որ կյանքը էժանացել է, իսկ եկամուտները բարձրանում են ժամանակի հաշվին։ Այս փոքրիկ կոնտեքստ եմ տալի, բայց խնդրեմ նաև բոլոր ուղղությունները։ Այսպիսի բիզնեսով, on-line բիզնեսով, ես շատ եմ սա կարևորում, էլի իրական Վանաձորի կյանքը։ Նշանակ այս դեմքի ժպիտը հենց դրա մասին էր վկայում, որ ես լրիվ համակարծիք եմ քո հետ։ Ես փոքրիկ մի հատ ստատիստիկայով կուզենամ կիսվեմ, իմիջիայլոց 3 եմ նայել այս ստատիստիկան։ Ուրեմն խոսքը գնում է Հայաստանում աշխատավարձի բաշխման շուկան։ Ստատիստիկան տարածել է Հայաստանում աշխատավարձերի բաշխման շուկան, ստատիստիկան տարածել է ՀՀՊԿ-ը։ Այո։ Եթե հասցրել ես ուսումնասիրես, եթե չէ ես սենց ասեմ, հետո քեզ եք ուղարկեմ, եթե հետաքրքրված ես։ Սա ասեմ ինչի համար, թվերը նշեմ ու բացատրեմ տրամաբանական շղթան քո հարցի հետ ինչով է կապված։ Ուրեմն 0 դրամից մինչև 199,000 դրամ Հայաստանում աշխատում է 450,000 մարդ։ Այս նաև կարելի է նշել, ես հեսա տրամաբանական կապն եմ բերելու տամ, 200,000 դրամից մինչև 499,000 դրամ Հայաստանում աշխատում է 235,604 մարդ, 500,000-ից մինչև 700,000 դրամ, կզարմացնեմ երևի ես թվով, Հայաստանում աշխատում է ընդամենը 42,473 անձ մարդ, և 700,000 դրամից մինչև 1 միլիոն 25,000 և 1 միլիոնից ավել մինչև 1.9 և վերև գալիս է 10,000 մարդու հաշվարկով։ Սա ինչի եմ ասում, մարզում ապրելը մայր ջան, բնականաբար դու ճիշտ նշեցիր, ինքը ըստ էության էժան է, բացի էժան լինելը ժամանակը դա ավելի շատ լինում, այսինքն դու հնարավորություն ունես օրինակ A կետից B կետ հասնել շատ կարճ ժամանակում, խնայում ես այդ խցանումների հետ կապված ժամանակը, որ պետքա տրամադրեի դրա համար, հետևաբար տրամաբանական շղթայով ընտանիքիդ հետ ես շատ ժամանակ անցկացնում ընկերներիդ հետ կամ ուղղակի աշխատելու համար, հենց բուն աշխատանքի մեջ կենտրոնանալու համար, քո մոտ լինում է էլ ավելի շատ ժամանակ։ Այս թվերը ինչի նշեցի, այս թվերի նպատակը նա էր մեր կոնկրետ առաքելության հետ ինքը ուղիղ կապված, մենք կոնկրետ ակադեմիայով ունենք առաքելություն, որ Հայաստանի Հանրապետությունում 235,604 թիվը, որ նշեցի, 200,000 դրամից մինչև 499,000 դրամ աշխատող անձանց թվերի շեմը բարձրացնենք։ Ոնց ենք մենք դա անում։
Այս 235,000 մարդը իրականում կարա լինի էլ ավելի մեծ թիվ։ Այս 235,604 մարդիկ, որոնք որ աշխատում են 200,000 դրամից մինչև 499,000 դրամ, տնից նստած, այ ոնց որ հիմա ես եւ դու շփվում ենք իրար հետ, իրանք կարան այս ֆորմատով տրամադրեն օրվա կտրվածքով 7-ից 8 ժամ, ոչ միանվագ, հա, տենց պայմանական 2 ժամ աշխատեն, մի ժամ հանգիստ, 3 ժամ, մի ժամ հանգիստ, ու այս գումարը աշխատեն, Մայիս ջան։ Հարգելի ընկերներ, Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու։ Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8,000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմ-արդեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Մեր առաքելությունը որն է, մենք ամենևին Wildberries-ի, Ozon-ի կամ չգիտեմ Amazon-ի, այսպես ասած, ֆանատները չենք, ոչ իրանց աշխատակիցն ենք, ոչ առհասարակ մշակույթը մեծ հաշվով, ի նկատի ունեմ քաղաքական իմաստով, կիսում ենք։ Բացարձակապես այդպես չի։ Մենք կոնկրետ ունենք նպատակ, այս պայծրության դա Wildberries-ն է, վաղը մյուս օրը կարող լինի ֆրանսիական ինչ-որ ֆիրմա։ Մեր նպատակը որն է, որ մեր հանրությանը, մեր հատկապես մարզի բնակչությանը ասենք ժողովուրդ ջան, մի րոպե սպասեք, դուք հնարավորություն ունեք ձեր տանը նստած ինտերնետ կապի միջոցով աշխատել 200,000 դրամից մինչև 500,000 դրամ հեռավար ձևաչափով, լինել ձեր ընտանիքում, ձեր երեխաների կողքը, սա հատկապես ցավոտ հարց է դեկրետի մեջ գտնվող մայրիկների համար, ու միևնույն ժամանակ օգտակար լինել ֆինանսական տեսանկյունից նաև ձեր ընտանիքի անդամներին։ Սա է բուն մեր առաքելությունը, որ մենք ուզում ենք մեր ակադեմիայի ջանքերով իրականացնել։ Իրականում այս մեսիջը հասցնելը բարդ պրոցես է։ Այս 2-3 տարվա ընթացքում, որ մենք աշխատում ենք, երևի թե մեր թիրախավորած լսարանի ընդամենը մոտ 10-20 հազար լսարանին են կարողացել այս մեսիջը հասցնել։ Բայց այս մեսիջի իմաստը ամենևին նրա մեջ չի, որ Wildberries-ն է լավը։ Սրա իմաստը նա է, որ աշխատեք, կրթվեք, ծանոթացեք e-commerce-ին, մասնավորապես marketplace-ներին։ Այս իմաստով բնականաբար մարզում կյանքը հեշտ է ու արագ է, պրոցեսները ավելի արագ են կառավարվում։ Նշեմ նաև հատուկ, սա իմ համար կարևոր հարց է, որ լոգիստիկ տեսանկյունից էլ Վանաձորը շատ լավ դիրք ունի։ Ինչի եմ ասում, սա իմ համար կարևոր է, նախ Երևանը ու Դիլիջանը ինքը տարածքային առումով մոտ է, այդ թվում նաև Ստեփանավանը, որովհետև այդ 3 քաղաքների հետ ես աշխատանքի բերումով անընդհատ առնչություն ունեմ, ու ոչ միայն ես, նաև ընտանիքիս անդամները, ու Հայաստանից դուրս գալն էլ, այսինքն մոտակա սահմանային կետն էլ ինքը բավականին մոտ է։ Վանաձորը իմիջիայլոց այս մասով կներես, եթե երկար եմ ասում, բայց այս մի շատ կարևոր բաներ ես ասում։ Վանաձորը այս մասով հույս ունեմ, որ համապատասխան պետական մարմինները գոնե կնայեն այս հատվածը, կարծում եմ, որ Վանաձորը հենց բեռնափոխադրման լոգիստիկ կենտրոն որպես շատ իդեալական դիրքավորում ունի։ Ու հերու չգնամ, հա, հենց նույն Wildberries, չնայած Wildberries-ը մասնավոր ընկերություն է, բայց լավ, պետության ռազմավարության մեջ կարելի է դիտարկել նաև հենց Վանաձորը ու հարակից շրջանները որպես լոգիստիկ կենտրոն, այսպես ասել, կենտրոնացնել, որովհետև Վրաստանի հետ ուղիղ կապ ունի ու ինքը երրորդ քաղաքն է։ Ինչևէ, ասելիքը իրականում շատ է, բայց վարման կարգը շատ չխախտում։ Դե այս ոդքասթի նպատակը այն է, որ մենք մեր փորձը փոխանցենք եւ կարևոր այսպես ներքին չեմ ուզում շատ անգլերեն օգտագործեմ, բայց ինսայթներ են ասում, հա, այսպես բաներ, որ մենակ այստեղ ապրելով կտեսնես եւ դրսից կարող է այդ մասին չխոսեն։ Նենց որ շատ կարևոր կետեր է տալիս։ Ինչ շատ հետաքրքիր է նաև մենք հասուն տարիքում ենք, մեր ընկերական շրջապատը ոնց է արձագանքում մեր, այսպեսի մանավանդ որ ապրել ենք Երևանում, ապրել ենք այլ տեղեր, մեծ փորձառություն ունենք, մեր ընկերական վերջերս Ստեփանավան եւս մի ընտանիք տեղափոխվեց, օրինակ Վարդանը հյուրանոցային ռեստորանային բիզնես ունի այստեղ, ընտանիքով երեխեքին դպրոցից հանեց, բերեց։ Ասում եմ իմ շրջապատում բոլորը
իմ բոլոր ընկերները փոքր շրջապատ չունի, էլի։ Ասում եմ բոլորը ոգևորված են, ասում ժամանակին տարօրինակ էր, կամ շրջապատից հա չգիտեմ, քո մոտ ոնց է էլի այդ հարցը դիտարկվել։ Ես վստահ եմ, որ լսողներին դա շատ է հետաքրքրում, էլի։ Միանշանակ, Մայր ջան, դա երևի թե տեղափոխման process-ի մեջ ամենահաճախ տրվող հարցերն էր եւ դրական եւ բացասական կոնտեքստով։ Այս իմաստով կուզենամ մի հատ շատ կարեւոր բան նշեմ։ Բնականաբար աշխատանքային բերումով շրջապատը բավականին լայն է։ Նույնիսկ հիմա շատերի համար կարող է զարմանք առաջացնի, որ ես Վանաձորում եմ, որովհետեւ իմ շատ գործընկերներ աշխատանքային ընկերներ, լավ էս ձևակերպեմ, զուտ չեն հասկանում տարածքային ես որտեղ եմ, որովհետև մենք միշտ շփվում ենք on-line, ես այսօր այս աշխատասենյակից եմ աշխատում, վաղը մյուս օրը Երևանի որևէ աշխատասենյակից կամ ուղղակի լոֆթից աշխատելու ժամանակ իրանց լոկացիան իմ աշխատանքի բերումով պայմանավորված աշխատանքային գործընկերներից իմ լոկացիան այդքան է կարևոր չի։ Ինչ վերաբերում է ընտանիք, հարազատներ, ընկերներ եւ այլը, այս պարագայում երկու տեսակի, այսպես ասած, հարցադրումներ ա եղել, ավելի ավագ սերունդը քննադատողաբար ա մոտեցել հարցին, որ Երևանը թողել ես, գալիս ես Վանաձոր, ստե կյանք չկա, գնա հանդեպ, ավելի մեծ հնարավորություններ կան, ավելի լայն կյանք կա եւ այլ, այսինքն սա մարզում ապրող մարդու կոմպլեքսներից մեկն է, իմիջիայլոց ասեմ, չգիտեմ, հենց մարզում ապրող մարդկանց հետ առիթ ունեցել ես sense ոդկասթի շրջանակներում շփվելու, սա մարզում ապրող մարդկանց Այո, կոմպլեքսներից մեկն է։ Այսինքն մարդը ես որ տունը սառա, Տիգրան, ինձ Հմ, վաճառողը ասեց մայիս մի բան ասեմ, հարևանություն այդ քո կողմից այդ քայլը մարզ տեղափոխվելը դիտելու է որպես հետընթաց։ Ասի կարևորը ես չդիտեմ, եղբայր, ես իմ էներգիան փոխանցեմ, խնդիր չի, ասես չէ, ուղղակի տեղեկացնում եմ, հա, եւ ուզեցա ուղղակի քեզ լրացնեմ, ամեն այո, 10-ից 7-ը իր պարտքն է համարում ոնց որ միանշանակ է այդ ձև է, Մայիս ջան, այդ խնդրին ես ինքս էլ բախվել եմ ու մի օր, մի տարի կամ մի ժամ չեմ բախվել։ Պարբերաբար այդ խնդրով զբաղվել եմ ու բախվել եմ։ Իսկ ավելի երիտասարդ, այսինքն մեր հասակակիցները, պլյուս մինուս մի քանի տարի, իրանց վերաբերմունքը մի քիչ այլ էր։ Իրանք արդեն վերաբերվում էին դրան, որ օքեյ, լավ, գնացել ես, ինչ պոտենցիալ կա, օրինակ հետաքրքրվում էին ինձնից շատ, լավ, ես ասենք օրինակ գամ Վանաձոր, ինչ անեմ։ Այս հարցերն ա եղել ավելի երիտասարդների մոտ, այսինքն իրանք փորձում էին գտնեն եզրերը, թե իրանք ինչ կարող են գտնել մարզ տեղափոխվելուց կամ մարզում բիզնես տեղափոխելուց կամ որևէ բան հավելյալ արժեք մարզում ստեղծելուց եւ բիզնես տեսանկյունից եւ առհասարակ։ Այս երկու տիպաժներն ա եղել իմ մոտ, ասենց ռուսերեն ասած, կարծրատիպերով մտածող մեր ավագ սերունդը, որ կարծել ա, որ ասել քեզ դա հետընթաց է, եւ երիտասարդները, որ փորձել են գտնեն դրա մեջ, այսպես ասած, իզյումին կա, ռուսական բառ եմ օգտագործում, լավ չի դա իհարկե, բայց թիրախային էլ իզյումին կա գտնեն, թե ինչի գան մարզ։ այո։ Տիգրան ջան, քանզի ժամանակը սահմանափակամ էր, վերջին ավանդակաս հարցը տամ, ըստ կարծում եկավ կպավ շատ տրամաբանորեն։ Այնուամենայնիվ իմ շրջապատում եւ իմ շրջապատի շրջապատում, որտեղ թեմա ես բացում, իրանք էլ են արձագանքում, շատ շատերն են ասում եւ պատմածիտ էլ պատմում են նոր դեպքերով, որ շատ շատերն են մտածում վերջը Երևանը կարծես թե ամեն ինչ անում է, որ այնտեղ ապրելը լինի շատ անհարմար, հա, արդեն եւ անառողջ։ Շատ են մտածում դուրս գալու մասին։ Ինչ խորհուրդ կտաս դու այն մարդկանց, ում միտքը ծուռ է եւ կանգնած են այդ երկու քարի արանքում, բավական լուրջ մտածում են, բայց դեռ չեն համարձակվում ինչ որ բան փորձել քո անցած ճանապարհի արդյունքում ինչն ես հասկացել։ Նախ առաջինը միանգամից առիթից օգտվելով առաջարկ անեմ բոլոր մեր հետևորդներին, ովքեր որ կտեսնեն այս ոդկասթը, Ժորժ ջան, եթե դուք բիզնես նպատակով որոշել եք տեղափոխվել լոռի, ամենայն պատասխանատվությամբ, անձամբ ես իմ անունից եմ ասում եւ մեր ընկերության անունից, ամբողջական ձեր բիզնեսի process-ին մենք լրիվ անվճար պատրաստ ենք օգնել, այսինքն սկսած իրավաբանական փաստաթղթեր հավաքել, տարած գտնել, training անել ձեր առաջի staff-ին, օգնել աշխատողներ գտնել եւ այլն, սա զուտ
իմ փոքրիկ լուման այն մարդկանց, ովքեր որ կուզենան գան մարզ ու հատկապես լորի, ես մեծ սիրով պատրաստ եմ իրանց օգտակար լինեմ, իրանց կողքին կանգնեմ։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հենց հարցիդ պատասխանը, միանշանակ խրախուսում եմ, որովհետև ամեն բան արվում է նախ եւ առաջ մեր հասարակության կողմից։ Ես ինչքանով որ առնչվել եմ, որ նաև մարզերը լինեն հետաքրքիր։ Տեսեք, անընդհատ հոսանքն է գնում գալիս։ Ամեն բան նախատեսած է, որ մեր ոդկասթը ավելի հետաքրքիր անցնի։ Այս իմաստով, Մայր ջան, ես միանշանակ կոչ եմ անում մարզ տեղափոխվելը, առնվազն կոչ եմ անում մարզում բիզնես ունենալը, որովհետև մարզի շուկան հատկապես որոշակի վճարունակ շուկան տեղափոխվում է, տեղափոխվել ասած նկատի ունեմ գնում է Երևան, անում է առևտուր, վերադառնում է կամ օգտվում է ծառայությունից, վերադառնում է։ Այս իմաստով մարզում բիզնես դնելու հատկապես տեղափոխվելը խրախուսում եմ, եթե դուք ուզում եք ապրել հանգիստ, ունենալ շատ ժամանակ, ձեր երեխաները շնչեն մաքուր օդ եւ դուք ավելի ներգրավեք on-line հեռավար աշխատանքի մեջ։ Մի բան էլ ասեմ, իմ թիմակիցներին ես վերցնում եմ մարզերից ու հեռավար, որի պատճառով առնվազն 2 հոգի փաստացի երիտասարդ աղջիկներ են 19-20 տարեկան, փաստացի չեն գնում լորից, ասում են չենք ուզում, հավատում ենք, որ այստեղ հնարավոր է, աշխատում ենք, երևում է, որ շատ բան մեզանից է կախված, պետք է շատ սովորենք, մեր վրա աշխատենք ամեն օր։ Եվ աշխարհը գլոբալ է, հա։ Իրանցից մեկը այսօր հենց Վանաձորից ասեց, մայիս Վանաձորի շարժը շատացել է, էլի, այնպես չի, որ մարդկանց ձեռքը գումար չկա կարևոր ծառայությունների համար։ Դե ես էլ ունեմ տրեյնինգային կենտրոն, Excelis Training Center, մենք էլ երկար տարիներ մասնագիտացել ենք տվյալների վերլուծության վրա։ Արի առնվազն խորացված Excel-ի մակարդակով տրեյնինգներ դնենք Վանաձորյան շուկայում օֆլայն։ Գիտես, ոնց որ ես հիմա աշխատում եմ ինքս չանեմ տրեյնինգներ, բայց քանզի լորիում եմ եւ պետքա Վանաձորում բացվի այդ ուղղությունը, իմ համար արժեք կար դրա մեջ, հա, այսպես անկեղծ ասած ձանձրացել եմ ինքս տրեյնինգ տալուց ոնց որ այդ ուղղությունից, բայց արդեն լրացուցիչ արժեք, աս Վանաձոր նոր ծառայություններ, ինչքան հաճելի է որ քո քաղաքում նոր ծառայություններ են հայտնվում, այս չան դու էլ եղել այդ հաճելի կողմը, քանի մոտիկ ես ապրում։ Ես համարում եմ, որ ես Վանաձոր եմ էլի ապրում, Ստեփանավանից Վանաձոր 25 րոպե է։ Ու այդպես խոսքիդ վրա ասում եմ, որ ըստ էության ֆիզիկական ոտքերով մեր բիզնեսն էլ կմտնի Վանաձոր եւ վանաձորցիների համար լրացուցիչ ծառայություններ կունենանք, ասես բաների շատ եմ ուրախամ, ես էլ եմ հավատում ամեն ինչ շատ լավ արնելու եւ հավատում եմ, որ մեր մարզերը շատ ուժեղ մրցակցային առավելություն են։ Ուղղակի առաջին հերթին մենք մեր մտքում պետքա բան անենք, էլի դարը շատ է փոխվել։ Մի ցուցանիշ ասեմ, էլի մենք ուզենք թե չուզենք, օրվա մեջ միջինը 6 ժամ մեր ուշադրությունը թվային տիրույթում է, որտեղ գեոլոկացիա չկա, հա, այսինքն այնտեղ եւ մեր ուշադրությունն է, այնտեղ եւ մեր սպառումն է, այնտեղ մեր արտադրությունն է, այնտեղ մեր բանակցությունն է, կրթվելն է, կրթելն է, հա։ Ուրեմն կարելի է ապրել ավելի բնությանը մոտ եւ նույնիսկ ինչպես նշեցի եւ դու հաստատեցիր, ավելի էժան եւ ժամանակի հաշվին նաեւ ավելի եկամտաբեր ծախսերն իշեն եկամուտներն ավելանա։ Շատ բան մեզանից է կախված, մեր այստեղի մտածողությունից էլի։ Ես միանշանակ քո հետ համաձայն եմ, Մայր ջան, ու այդ առումով մենք մեր մասով մաքսիմալ ջանքեր ենք դնում ու հենց էլի անդրադառնալով մեր այս պայծրությամբ զբաղվածությանը ակադեմիայի մասով մեր նպատակը հենց դա է, այսինքն ստեղծել մարդկանց համար այնպիսի կոմֆորտ, որ ինքը տնից կամ իրեն հարմար միջավայրից հանգիստ աշխատի։ Իրականում 2 դեպք մեր ուսանողների մոտ ունեցել ենք, մեկը աղջիկ իր ընտանիքով, մյուսը տղա միայնակ ապրող, տեղափոխվել են մարզ, ցավոք սրտի ոչ Վանաձոր, բայց մարզ, այսինքն այս աշխատանքը, այս ուսուցումը հետագայում նաև աշխատանքը իրանք թույլ է տվել, որ իրանք վերադառնան իրանք հայրենի քաղաքները եւ հեռավար աշխատեն։ Շաբաթվա կտրվածքով մեկ անգամ կամ 14 օրը մեկ անգամ Երևան ապրանք տանել հանձնելու այդ համակարգից միայն օգտվեն ու մնացած առօրյան անցկացնեն իրենց քաղաքներում։ Այս իմաստով այո, Մայր ջան, դա շատ կարևոր հարց է, մենք այս ուղղությամբ շարունակում ենք մեր աշխատանքը
Փոքրիկ անոնս անեմ նաև քո թույլտվության, որ շատ շուտով մենք ստեղծելու ենք իրավաբանական ծառայություն ու կոտրելու ենք այն կարծրատիպը, որ որակով իրավաբանական ծառայությունը միայն հարուստների համար է նախատեսված։ Մեր ունկնդիրները, ովքեր որ կհետևեն այս ոդկասթին, անոնսում եմ նախապես, ինքը լինելու է բոլորի համար հասանելի ու ամենաբարձր մակարդակի։ Ավել ինֆորմացիան արդեն ընթացս կներկայացնեմ ու բացի դրանից էլ իրավագիտակցության մասով կոնկրետ ծրագրեր ունենք, որ պետքա բարձրացնենք մեր երկրում ապրող անձանց իրավագիտակցությունը ու այսօրվա իրականությունում կարծում եմ ավելի քան դրա կարիքը կա, որովհետև տեղեկացված իրավագիտակից քաղաքացին դա վաղվա առողջ սերնդի հիմքն է, այսպես ասած։ Եվ ինչպես նշեցի, այս մշակույթը Տիգրանի եւ իր ընկերության մոտ բավական խորը արմատներ ունի եւ գիտեմ, որ շատ է կարևորում այս թեման Տիգրանը, գուցե մի քանի բառով անդրադառնաս Տիգրան։ Դու դրան անվանում ես կիսվելու մշակույթ։ Այո, Մայր ջան, դա ինձ համար անձնապես ու մեր ընկերության բոլոր աշխատակազմի բոլոր անդամների համար դա մոտեցում է, այսպես ասեմ, մեր թիմում եթե մարդ լինի օրերից մի օր, որ դա չընդունի, ուղղակի մեր թիմում չի լինի։ Սա առաջնահերթության ամենաբարձր մակարդակի վրա դրված այս հարցը։ Ինչ ասել է կիսվելու մշակույթ։ Քո կուտակած լրացուցիչ արժեքից խոսքը բացառապես եւ միայն դրամական միջոցների մասին չի։ Կիսվելու կողքիդ անձին որևէ բան տրամադրելու կամ առնվազն աջակցելու մասին է խոսքը։ Մենք իրականում տարբեր նախաձեռնությունների մեջ ենք ներգրաված եղել, նաև որոշակի առնչվել ենք ձեր նախաձեռնության հետ, մեմի հետ, Մայր ջան, բայց իրականում այստեղ մի քանի ցավոտ հարց կա, Մայր ջան, ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, հարգելի ընկերներ, գործընկերներ, ապակա գործընկերներ եւ ուսանողներ, ես խնդրում եմ ձեզ, դուք հաշվի առեք, որ որևէ նախաձեռնության մեջ սոցիալական բեռը թոթափելով ու կիսվելով դուք տալիս եք ձեր կողքինին հնարավորություն առնվազն մեկ քայլ առաջ գնալու եւ այդ իր մեկ քայլի առաջ գնալով տրամաբանական շղթան առաջ գնալու, որը մենք անվանում ենք Հայաստանի Հանրապետություն։ Եկեք բոլորս մոտեցում ունենանք այս ձևակերպումով ու ես կոչ եմ անում, որ առնվազն կիսվելու մշակույթը փորձենք շատացնենք ու զարգացնենք մեր գիտելիքների մակարդակով, մեր հնարավորության մակարդակով, ամենևին խոսքը չի վերաբերվում բացառապես ֆինանսական մասին։ Այսքանը երևի թե Մայր ջան, որ կուզենայի այդ ցավոտ կետի մասին խոսել ու ես կարծում եմ մենք բոլորս իրազեկման process-ների մեջ պետքա էլ ավելի շատ ջանքեր գործադրենք ու դրա կարևորությունը էլ ավելի մանրակրկիտ ներկայացնենք։ Համամիտ եմ, ավելացնեմ, որ ես այդ հարցը մեր թիմում այսպես եմ առաջ տանում բոլոր առիթներին, նոր տարի լինի, ծնունդ լինի, ես նվիրում եմ Ռեարմենիայի նվեր քարտ, ասենք 5000 դրամի, 10000 դրամի կախված քանակից, օրինակ կարող է, չգիտեմ, ամբողջ նոր տարի լինի ամբողջ թիմին, հա, փոքր բիզնեսի համար մեծ գումարներ են, ամեն դեպքում բոլորի մեյլին կոդ է գնում, որը իրանք կարան օգտագործեն Ռեարմենիա, հա, համահայկական ֆոնդահայթետման հարթակում, ինչ որ սոցիալական կարևոր նախագծի նվիրատվություն անեն, այդ կոդը մտցնեն եւ գումարը քաշի, հա, քաշի ինձանից, կոպիտ ասած, բայց իրանք են նվիրան եւ դա կոչվում է նվիրել ազդեցություն։ Դրանով նաեւ ես նկատել եմ իմ թիմակիցներից մեկը մի անգամ հերթական տոնի արդիվ պահած քարտը պահել էր եւ ասում էր մայիս կլինի մի հատ երեխա կա հիվանդ Ռեարմենիայում չկա, բայց ես ուզում եմ օգնեմ, հա, մարդու մոտ արդեն գրգռվել է ախորժակը օգտակար լինելու եւ դա միանգամից չի լինում, այո, պետքա շատ խոսենք, պետքա օրինակներ ցույց տանք, մարդը այլևս չի կամ անտարբեր մնա, հա, ասում է, այս մի դեպքը Ռեարմենիայում չի, բայց անպայման ուզում եմ օգնեմ, ասի սիրով, արի օգնենք այդ այս բյուջեն ուղարկենք այնտեղ։ Եվ մի հատ էլ բան ասեմ, միշտ ասում եմ, երբ որ ծովը բարձրանա, բոլորիս նավերը բարձրանալու են, հա, այսինքն հարևանը լավանում է, միջավայրը լավանում է, քո համար էլ են նախապայմաններն ու նախադրյալները լավանում, քո երեխայի համար ապագան է ուժեղանում։ Եվ վերջերիչո քո առաջարկած մոդելում
կարծում եմ մարդիկ մասնակից են դառնում լավ գործին, դրանից իրանք պետքա լավ զգան, որտեվ քեզ ներառում են, քեզ սարքում են մասնակից, քեզ ներառում են, քեզ սարքում են մասնակից, ինչը չի կարող շոյի։ Կարծում եմ ժամանակի հարցը Տիգրան ջան, պետքա վստահորեն առաջ շարժվենք, շատ խոսենք, շատ ցույց տանք։ Դա էլ կպետք է։ Միանշանակ Մայրան։ Ես քեզ շնորհակալ եմ ժամանակի համար, շատ ուրախ էի, բարձրաժեք ժամանակ եմ համարում քեզ հետ շփվելը։ Կարծում եմ շուտով կհանդիպենք Վանաձորում, մեր սիրած վայրում։ Վաղուց սուրճ չենք խմել, արժի կազմակերպել։ Մայր ջան, ես էլ քեզնից եմ շնորհակալ, նախաձեռնությանդ համար եմ շնորհակալ եւ այս եւ մնացած բոլոր, որը որ անում ես, շատ կարեւոր արժեքավոր բան ես անում։ Մեծ սիրով, առնվազն իմ գլխի պարունակությամբ ես քո կողքին եմ։ Աստված առաջ հույս ունեմ, որ ապագայում նաև մեզ կկարողանանք թույլ տանք նաև դրամական միջոցներով քո կողքին լինելու եւ առհասարակ սոցիալական ծրագրերի կողքին լինելու։ Նպատակները մեծ են, շատ են ու ի բարօրություն մեր երկրի, մեր ժողովրդի։ Ես ամենաբարձրը գնահատում եմ ներգրավվածությունը։ Ու 6 տեսակ գիտեմ, հա, բացի գումարից եւս 5 տեսակ փորձ, գիտելիք, կապեր, նյութատեխնիկական եւ մկաններ։ Այդպես էլ է մեկ-մեկ լինի, ոչինչ չի օգնում, թևերը պետք է կշտենք, մտնենք։ Առայժմ Տիգրան ջան, կհանդիպենք շուտով։ Հաղորդման գործընկերն է Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։